Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում կգնեք։ Չեմ առնում, ես չեմ գրի։ Կոնկրետ եթե ես մի անձ մեքենա չեմ գրի, բայց չեմ առնում, չեմ գնում։ Ես դրանալ չեմ ուզում, դա խափուսիկ մոմենտներ է, խափը մնայմա։ Ախի ես Թուրքի չանկնելու ենք էլ։ Իհարկե պետք է վաճառեն։ Մի քանի ողորմելիները կան, որ մի քիչ ժանա վերջ, էսա որ կա, բայց չի ասում, այդ բենզին եկավ առնելու են իրանց մամաները լացացնեն։ Ում ես հարստացնում։ Ում ես հարստացնում։ Բենզինը Ռուսաստանից ես կպել։ Բախի հիմա էլ չոքել ես Պուտինի ոտերն ես լիզում, գնացիր տեղը դրեցիր, հա։ Արա դու ով ես, որ կարնաս Պուտինի դեմ խոսաս։ Դու ով ես, այ մժեղ։ Պուտինը ոտը դնի վրան կխեղտվես դու։ Ադրբեջանը ինքը բենզիներ մուծում է։ Իր բենզինը իրեն չի երիկում։ Ինքը ուրիշ դեպս բենզիներ մուծում։ Այդ ադրբեջանական դեղս բերած ոչ մի բենզիներ իշկապ, տակապ չունի, հա մի 67 դրամ էժան ածախով։ Ինչ կապ ունի դա։ Այնտեղ գրածա բենզին կալոնկեն։ Չի գրած ադրբեջանական։ Այդ ինձ ինչ օգուտ 10 օր էժանացրին 30-40 դրամ։ Հետո թանկացրեցին։ Էդի բիզնեսմենին է ձեռ տալի, ով բիզնես անում նրան է ձեռ տալի։ Ես ինչ իմանամ, էդի ադրբեջանականա թե ինչ է։ Որ իմանաք կոնկրետ ադրբեջանական բենզինը։ Երևի չէ։ Երևի չէ։ Երևի չէ։ Ախպեր թող սահմանը փակ մնա, ոնց ենք ապրել մինչև հիմի։ Մեր հողու ջրով, չէ՞։ Հողու ջրով ապրել ենք, հիմա էլ թող ապրենք։ Ինչ ես Թուրքիի հետ սահմանը բացում։ Որ ինչ ելնի։ Որ ինչ ելնի։ Ես իմ ինչ ելնի։ Ես իմ ինչ ելնի։ Այդ բենզինը բոլոր տեղերից էլ գալու էր, պարտադիր չէր որ Բաքվից գար։ Այդ մինչև հիմա որ ինքը Ադրբեջանից չի բերել, բենզին չի եղել Հայաստանում, շատ լավ ա եղել, ամեն ինչ եղել է։ Կյանքումս թուրք չեն սիրել, ոչ եք սիրել, ոչ եք հարգեն, ոչ եք ինչ որ խեղտավի կարողա փրկեմ։